Վարչապետ արդեն մի քանի օր հրապարակավ հայտարարում է, որ այլևս ոչ մի մենաշնոր, ով ինչ ուզի կարող է ներկրել, այլևս վերջ այդ ամեն ինչին, ինչպես է գնահատում այս հայտարարությունը եւ իսկապես կարելի է այսպես կտրուկ փոփոխություն ակնկալել առաջիկայում։ Նախ ինքը այլևս բառը չի օգտագործում, թեև բոլորին էլ հասկանալի է, որ ենթատեքստում հենց այդ այլևս բառն է։ Որովհետև իր ասածից կարելի հասկանալ, որ իրենք հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ եւ որոշել են, որ այսուհետև մենաշնորհներ չեն լինելու, բոլորը պետք է ներկրեն Հայաստան։ Հայաստան ինչ ուզում են, հատկապես խոսքը գնում է լայն սպառման ապրանքների մասին, ինչքան ես հասկանում եմ, վառելիք, բենզին է, դիզել վառելիք է, ինչպես նաեւ պարենային մթերքներ, շաքարավազ, կարագ եւ այլն։ Գիտեք, ես դա կհամարեի սենսացիոն մի հայտարարություն, անգամ Հայաստանի համար մի լուսաբաց, բայց ցավոք սրտի առայժմ մենք որևէ հիմք չունենք հավատալու նման հայտարարություններին։ Ավելին ձեզ ասեմ, այն համակարգը, որ Հայաստանում ստեղծված է, այնպիսին է, որ անգամ եթե նրանք ցանկանան, ինչը շատ կասկածելի է արդեն ինքնին, շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա իրագործվում։ Եվ օրինակի համար կարելի է շատ լուրջ իմիտացիաներ անել, բայց էլ պարզի, որ եւս մի 3 կամպանիա է բերում շաքարավազ, բայց իրականում նրանք գտնվում են հանցավոր համաձայնության մեջ։ Բայց Փառք Աստծո կա մի կարևոր միջոց, շնորհիվ որի կարելի հասկանալ իրականում մենաշնորհների դեմ պայքար գնում է թե ոչ։ Եվ այդ միջոցը մեր բոլոր քաղաքացիները ունեն։ Նրանք պետք է ուղղակի գնան խանութ եւ տեսնեն գները ընկել են թե ոչ։ Եթե իրապես գնում է մենաշնորհների դեմ պայքար, ուրեմն շատ արագ մենք կունենանք գների անկում, այն ինչ որ Հայ ազգային կոնգրեսը իդեպ խոստացել է, որ գալով իշխանության իրագործելու է, մենք հաշվարկել ենք, եթե վերացվում են մենաշնորհները, ապա շատ կտրուկ անկում է լինում գների, մոտ 25-30%-ով անկում է գների լինում, կարելի ասել համարյա բոլոր կարևոր պոզիցիաներով։ Պարոն Սուրապյան, եւ եթե դա լինի, ուրեմն իմացեք, որ մենաշնորհներ Հայաստանում այլևս չկան։ Իսկ եթե դա չի լինում, նշանակում է, որ իշխանությունը ընդամենը զբաղվեց ժողովրդին եւս մեկ անգամ մոլորեցնելով։ Պարոն Սուրապյան, վարչապետի այս հայտարարությունը հետադարձ ուժ պետք է ունեն, այսինքն նախկինում եթե հայտնաբերվի, որ մինչ այդ մենաշնորհով զբաղվողներ են եղել, որ մինչ այդ կոռուպցիոն դրսևորումներ են եղել, անարգի ծախսեր են եղել, փաստերով լինեն, դրանք պետք է պատժվեն, թե կարմիր գծից այն Բայց դուք ինչի եք ինձ գրել վարչապետի ասածների մեկնաբանի տեղ։ Թե ձեր կարծիքով Ես առանց ինքս էլ եմ դժվարություն ունենում մեկ հասկանալու, թե ինչ է իր կամ իշխանությունների ասածների ենթատեքստում։ Հիմա դուք ուզում եք, որ բավական չէ, որ ես ինքս պրոբլեմ ունեմ մեկնաբանել, մի անգամ հասարակության մեկնաբանելը շնորհակալ գործ չէ։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է իրենց տալ։ Ինչպես եք դուք ճիշտ համարում։ Պետք է պատժվեն, թե ինչ-որ մի կետից ճիշտը մեզ համար ճիշտը օրենքն է։ Հայտարարեն։ Օրենքը։ Եթե մարդիկ խախտել են օրենքը, հարստացել են, հափշտակել են, թալանել են մարդկանց, ուրեմն նրանք պետք է պատժվեն։ Դրա համար կան քրեական օրենսգրքի հոդվածներ։ Շատ պարզ է։ Ռուստամյանը առաջարկում է ամնիստիա անցկացնել, այսինքն ամնիստիա լինի, կուլակաթափություն չլինի եւ այլն, հիմա գիծ քաշենք, անցնենք, սկսենք այլևս մատուցել։ Թող իրենք անեն, Հիմա իշխանությունը իրենց ձեռն է, թող անեն այդ ամնիստիան, թող մենք էլ տեսնենք այդ ամնիստիայի արդյունքները, միգուցե իսկապես միանգամից Հայաստանը փոխվի, մենք ապրենք մի դրախտային միջավայրում, որտեղ խրախուսվում են ներդրումները, տնտեսական զարգացումը, նախաձեռնողականությունը,
թողանեն։ Բայց եթե դա չօգնի, ուրեմն կներեք մենք արդեն տիգանք իշխանության եւ մի քիչ ավելի կտրուկ միջոցներով։ Ձեզ համար պարզ է կոռուպցիայի դեմ պայքարող գլխավոր անձանց վարչապետի, ֆինանսների նախարարի, մյուս պաշտոնյաների այսօրվա հարստության հիմնական աղբյուրներն ու դրանց պարզությունը։ Ես ավելի շուտ։ գիտեք ինչի վրա եմ զարմացած նորից, երբ որ ձեր հարցերը լսում եմ, այնպեսի տպավորություն է, որ 2012 թվականից ինչ որ մենք Parlamentum ենք, դուք չեք հետևել մեր գործունեությանը։ Ես ամենօր Որովհետև եթե դուք հետևեիք, մենք օրինակի համար ուղարկել ենք համակարգված եւ համատարած կոռուպցիա հարցապնդում մոտ մի 100 էջանոց փաստաթուղթ, որտեղ անուն առանուն նշել ենք ով ինչ հարստություններ է կուտակել, ինչ անհամապատասխանություն կա իրանց եկամուտների եւ հարստությունների միջեւ։ Մենք նշել ենք բոլոր այն խոշոր կոռուպցիոն գործարքները, որ այսօր Հայաստանում տեղի են ունեցել եւ որոնց հետևանքով էլ այդ պաշտոնյաները հարստացել են։ Չգիտեմ սա ոնց է վրիպել ձեր ուշադրությունից ոնց է վրիպել։ Բացեք նորից եմ, ձեզ խնդրում եմ ուղղակի։ Մի հատ տնային առաջադրանք էլի անցկացրեք։ Անդրեյ, միջև առաջադրանքը հիմա հստակ հարցնելիս կան նրանց անունները։ Գնացեք, բացեք եւ եթե հանգարցակի բավարարված չմնաք, այսինքն իմանաք մի պաշտոնյայի անուն, որը ձեր կարծիքով ապօրինի հարստացել է, ու չկա այդ մեր նշված ցուցակում, այդ դեպքում ես կընդունեմ ձեր կողմից մեղադրանք։ Կան ապօրինի հարստացածներ կոռուպցիայի դեմ պայքարողների մեջ։ Բայց իմ ասածը դա չէր նշանակում։ Հստակ անուն կարող եք հիմա ասել կա թե չկա։ Բոլոր այն անունները, որ մեր այդ կոռուպցիոն հարցապնդման մեջ նշած է։ Ինչ նշանակում հստակ անուն։ Ինչի համար ես ուզում անուն։ Անունները մենք տվել ենք։ Բոլոր անունները տվել ենք։ 30 անուն կա։ Գնացեք, կարդացեք։ Պարոն Զուրաբյան, իսկ ինչու հանկարծ վարչապետը նման սենսացիոն հայտարարություն արեց, որ մենաշնորհ չի լինելու, ով ինչ ուզում է թող ներկրի։ Կարող է խոր վիրապից էր գալիս։ Նախ եւ առաջ կա, չգիտեմ, հա, տենց բանկատ չկա, այդ արդեն դուք իրենից պետք է հարցնեք, բայց կոնկրետ ես կարծում իրենք արձագանքում են այն լուրջ տրամադրություններին, որ այսօր Հայաստանում ստեղծվել են։ Ամբողջ մեր հանրությունը պատասխան է պահանջում։ Եթե այս քառօրյա պատերազմը մի լավ հետևանք ունեցել է, դա այն է, որ մեր հանրությունը, մեր հասարակությունը ավելի պահանջկոտ է դարձել։ Ինչ է պահանջում։ Ու ես կարծում եմ, որ իշխանության մեջ էլ ինչքան էլ փչացած լինեն այդ մարդիկ, իրենք են հասկանում, ինչ աղետի առաջ են կանգնում, ավելի լավ են սկսել գիտակցել, թե իրանք ինչ աղետի առաջ են կանգնած։ Միգուցե սա ինչ որ լուրջ մոտիվ լինի իրենց համար, որ իրենք ինչ որ քայլեր անեն այդ ուղղությամբ։ Ուրիշ բան է, որ մենք այդքան մեծ հավատ չենք ընծայում իրենց կարողությունների նկատմամբ, բայց հնարավոր է, որ սա իրենց վրա ազդել է, իրենք փորձում են ինչ որ քայլեր անել։ Բայց ես նորից ասում, ես չգիտեմ այդ քայլերը ինչ արդյունքների կտան։ Այդ արդյունքները մենք շատ արագ կտեսնենք, կամ կլինի գների անկում, կամ չի լինի։ Պարոն Զուրաբյան, երևի նույնիսկ ինչեւ հիմա իշխանությունը պահել է համատարած կոռուպցիայի եւ մենաշնորհների պայմաններում։ Հիմա երբ ինքը կոսմետիկ փոփոխություններ գոնե սկսել, իր համար ավելի հեշտ չի լինի 2017-ին վերարտադրվել։ Եթե կոսմետիկ անի, դա իրեն Հիմա ոչինչ չարել ու վերարտադրվել է։ Եթե Այսինքն դուք կարծում եք, որ կոսմետիկ փոփոխություններով կարելի է շահել ժողովրդի վստահությունը։ Ես նման կարծիքի չեմ։ Ես չեմ կարծում, որ ժողովուրդը խաբվի կոսմետիկ փոփոխություններով։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է։ Ժողովուրդը կարող է անգամ իրական քայլերը արդեն չընդունի։ Այնքան վարկաբեկված է իշխանությունը, որ ասում եմ, որ անգամ իրական քայլերը կարող է չընդունի։ Չէ, ես ասում եմ վստահության տեսակետից։ Այսինքն ժողովրդի վստահությունը շահելը այդքան հեշտ բան է։ Այսօր կոսմետիկը ընդհանրապես շանս չունի։ Եթե վստահությունը չընդունի, ինչ քայլեր կհաջորդեն, պայթյունավտանգ իրավիճակի նկատի ունեմ հեղափոխական քայլեր, իշխանապահության քայլեր։ Պայթյունավտանգ է իրավիճակը իհարկե պայթյունավտանգ է եւ
եթե ուզում եք իմանաք, քանի տարի է ժողովրդի ցասումը զսպում է հենց միայն այդ անվտանգության հարցը, որտեղ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ գնալ, ասենք, չգիտեմ, մոտավորապես ասենք Եգիպտոսյան հեղափոխության դա Հայաստանի համար կործանարար կլինի։ Պատկերացրեք, ասենք Եգիպտոսը նույն բաները, իրավիճակը, նույն խնդիրը ունենար դեռ Իսրայելի հետ հարաբերությունները չկարգավորված եւ չգիտեմ Սինայի խնդիրը արդեն լուծված չլիներ։ Դա կարող էր վերածել ազգային լուրջ պարտությունների։ Մեր ժողովուրդը, եթե իր ցասումը զսպված է այս տարիներ շարունակ, հենց այդ պատճառով է զսպված։ 2017-ից ցասումը վերացած չի, այդ զսպվածությունը դեռ վերացած չի։ Դե գիտեք ինչ, բայց կրակի հետ էլ խաղալ պետք չի։ Այսինքն ինչ է, պետք է իշխանությունը փորձարկի ժողովրդի համբերության սահմանը։ Հիմա կներեք, հա լավ, ժողովրդը իմաստուն է, ժողովուրդը դիմանում է, ժողովուրդը անվտանգության շահը, ազգային շահը բարձր է դնում, բայց չի նշանակում, որ մինչև վերջ պետք է այդ իմաստնության, այդ համբերության սահմանները փորձարկել։ Պարզ չէ, որ ինչ որ մի պահից սկսած արդեն ոչ մի իմաստնություն չի օգնի։ Այնպես որ կրակի հետ խաղալ պետք չի, պետք է իսկապես մեր առաջարկը այս է, մենք շատ պարզ առաջարկ ենք անում ստեղծված իրավիճակում, պետք է առանց վտանգելու մեր ազգային անվտանգությունը եւ ազգային միասնականությունը, այնուամենայնիվ ինչ որ համաձայնության պայմաններում կատարել Հայաստանում անցում դեպի ժողովրդավարություն։ Դա շատ ազգեր դա արել են։ Շատ ազգեր, հիմա ինչ օրինակներ բերեմ, հարավային Աֆրիկան, Աֆրիկյան Հանրապետությունը, Լեհաստանը, նրանք, այսինքն իշխանությունները եւ ընդդիմությունը համագործակցելով տարան ազգը դեպի ժողովրդավարություն։ Իհարկե դրա արդյունքում իշխանությունը կորցնում է իշխանությունը, բայց ավելի լավ է իշխանությունը այդ process-ով կորցնի այդ process-ով կորցնի իշխանությունը, որովհետև այդ դեպքում ինքը գոնե նախ արդյունքն է լավ լինում, առանց ավերածությունների, առանց արյունահեղության, եւ երկրորդը նրանք այնուամենայնիվ ինչ որ հարգանքի մնացորդներ պահպանում են, ոնց որ Յարուզելսկին պահպանեց, ասենք Լեհաստանում կամ Դեկլերկը հարավային Աֆրիկայում, եւ ի վերջո խնդիրը լուծվում է։ Եվ իհարկե ամենակարևոր հարցերն է, որ իսկապես Չաուշեսկու օրը ոչ չեն ընկնում։